Շնորհակալություն, հարգելի պարոն Ռուբինյան, հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նշեմ, որ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական նոր կանոնակարգը, ըստ որի պահանջի ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական պատկերներ, որոնք նախազգուշացնում են ծխելու վտանգավորության մասին, մասնավորապես արդեն իսկ բոլորս գիտենք, կան արդեն իսկ շուկայում բազմաթիվ այդպիսի ընկերություններ, որոնք որ եւ իրականացնում են իրենց պարտավորությունը, այսինքն մենք ծխախոտային տուփերի վրա տեսնում ենք պատկերներ, որոնք ցույց են տալիս պատկերավոր կերպով, թե ինչպիսի հետևանքներ ունի ծխելը առողջության վրա, բացասական հետևանքներ, եւ դրա նպատակն է, որպեսզի բնականաբար մարդիկ հնարավորինս քիչ ծխեն, հատկապես այն մարդիկ, որոնք որ նոր պետք է սկսեն, այսինքն իրենց համար դա որևէ կերպ չլինի գրավիչ։ Եվ սա աշխարհի շատ երկրներում կիրառված պրակտիկա է եւ լավ պրակտիկա է եւ արդյունավետ պրակտիկա է համարվում եւ ըստ էության 24 թվականի ընթացքում մենք ունենք մի շարք արտադրողներ եւ ներմուծողներ, որոնք իրենք այս կանոնին հետևեցին եւ շնորհակալություն մեր բոլոր պարտաճանաչ արտադրող եւ ներմուծող ընկերություններին, բայց միևնույն ժամանակ ցավոք սրտի մենք շուկայում հայտնաբերեցինք կազմակերպություններ, որոնք տարբեր պատճառաբանություններով այս գործառույթը չէին իրականացնում։ Կային դեպքեր, որտեղ որ ասում էին, որ դե ունենք նախկինից մնացած քանակ, պետք է փորձենք սպառենք, նոր կանցնենք նոր տպագրությանը։ Կային դեպքեր, որ ուղղակիորեն հայտարարում էին, ասում էին, մենք խախտում ենք եւ կվճարենք 400,000 դրամ տուգանքը եւ նորից կշարունակենք արտադրել։ Դուք 400,000 դրամ տուգանք եք դրել, մենք էլ 400,000 դրամ տուգանքին համարժեք վարկագիծ ենք դրսևորում։ Դրանով պայմանավորված ցավոք սրտի շուկայում այնպիսի իրավիճակ էր առաջացել, որ որոշ ընկերություններ չէին տպում այդ գրաֆիկական պատկերները եւ շարունակում էին մի վարկագիծ, որը առողջապահական տեսանկյունից շատ վտանգավոր էր, հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, խիստ անհարգալից վերաբերմունք է, սպառողների իրավունքների պաշտպանության համար մեծ խնդիրներ է առաջացնում եւ դե մրցակցության առումով մեծ խնդիրներ է առաջացնում։ Ինչու՞, որովհետեւ եթե պայմանական շուկայում կա 10 մասնակից, որից 8-ը հետևում են օրենքի կանոններին, իսկ 2-ը առհամարում են օրենքը, բնականաբար այդ 2-ը այդքանով նաեւ մրցակցային առավելություն են ստանում մյուս 8-ի նկատմամբ, այսինքն բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ։ Այդ պատճառով ըստ էության 24 թվականի հունվարի 1-ից գործող պահանջները, այսինքն զետեղել տուփերի վրա գրաֆիկական նախազգուշացումներ, ըստ էության կազմակերպությունները նաև ստիպված են որոշակի ծախսեր ավելացնել, որը նաև կարող է ավելացնել նաև իհարկե ծախսերը կազմակերպության, որը բնականաբար լրացուցիչ խոչընդոտներ եւ անարդար մրցակցային պայմաններ է ստեղծում բարեխիղճ տնտեսվարողների համար։ Այդ պատճառով հայաստանյան ծխախոտային շուկայում առավել արդար ու մրցակցային միջավայր ապահովելու, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության միջոցները ավելի ուժեղացնելու եւ իհարկե նաև հանրության նկատմամբ հարգալից վերաբերմունք վերականգնելու պատճառով մենք առաջարկում ենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարել փոփոխություն եւ ավելացնել տուգանքը այսինքն 400,000 դրամը դարձնել իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1%-ի չափով։ Այս պարագայում ես ուղղակի վստահ եմ, որ բոլոր այդ ընկերությունները շատ արագ կվերադառնան բարեխիղճ վարկագծի, կպաշտպանեն սպառողների իրավունքները եւ իհարկե տնտեսական մրցակցության արդար կանոններով կշարժվեն, ոչ այդքան արդար եւ անազնիվ կանոններով։ Սա է մեր առաջարկը, կոչ եմ անում կողմ քվեարկել եւ բնականաբար եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։